Գայանդ ղանդ, լիզուտ նաբատ, ծոցդ ոսկո, սանդուղ, սաբատ, քեզ տեսնողին կմնա մատ, թե նա ինչպես է համբերած, ճակատդ է ծոցդ զարդարած, սիհա ծամեր վրա շարած, գիտեմ ով որ մտի կարած, նրա հոգին է շուտ մեռած։ Նաղաշ Հովնաթանի այս հրաշալի բանաստեղծությունը հայ միջնադարյան տաղերգության մի փոքրիկ դրսևորում է, թե ինչպես այս տաղերգության մեջ ներկայացվում է սերը, կնոջ գովքը, գեղեցկությունը, եւ մենք էլ զուգահեռ ընթերցում մեր հաղորդման շրջանակում մարտ, ապրիլ կանաց նվիրված այս ամիսների շրջանակում նաեւ խոսելու ենք հայ միջնադարյան տաղերգության մեջ կնոջ ներկայացման ձևերի եւ կերպերի մասին։ Ողջույն Արքմենիկ։ Ողջույն։ Դու թերևս ծանոթ ես եւ սիրում ես հայ միջնադարյան տաղերգության հատկապես սիրո տաղերը եւ այս սիրո տաղերը իհարկե տարբերակել չի լինի կնոջ գեղեցկության գովքերից, որովհետեւ իրապես սիրո առարկան կինն է իր գեղեցկությամբ, ճոխությամբ, ամենատարբեր ձևերով եւ նաեւ որպես մասնագետ գիտես, որ սրան հայ գրականությունը հեշտությամբ չի հասել եւ երկար մի շրջան մենք այս տեսակ գովքեր կնոջ արտաքինի նկարագրություններ չունենք։ Երբ սկսվեց ընդհանրապես կնոջ այս ներկայացման ձևը, միտումը եւ երբ ավարտվեց, թե թերևս չի ավարտվել։ Այս երկու տարբերակ կա պատասխանի, առաջինը դասագրքային քրիստոմատիկ է, կարելի ասել, որը տարիների ընթացքում ընդունված է եւ ձևակերպվել է, այն որ հայ գրականության մեջ էլ կա վերածննդի շրջան եւ Գրիգոր Նարեկացու տաղերից սկսած, անկախ դրանց մեկնաբանության ժամանակներից է, որտեղ կան նաև սխոլաստիկ խորթային գաղափարաբանությանը հարմարեցած մեկնաբանություններ, որ Գրիգոր Նարեկացու տաղով այլամանորեն, երկվել է կինը, նկարագրվել է նրա արտաքին գեղեցկությունը եւ այլն եւ այլն։ Այո, եւ հատկապես մեղեդի տնջան հրաշալի գործում, մենք գիտենք, որ ուրիշ մեկնաբանություն է։ Դե, նվիրված Աստվածամորն է օրհներգում։ Ես ավելի հակված եմ իհարկե տեսնել Նարեկացու տաղի մեջ հենց Աստվածամոր օրհներգությունը եւ նրա փառահեղ տեսքի գովաբանումը, բայց դա արդեն մեր քննարկման նյութի դեպքում խնդիրը չի փոխում, որտեղ գործուն ենք էլի կնոջ հետ եւ այս դեպքում պարզապես որոշակի սիմվոլներն են փոխվում, խորհրդանիշներն են փոխվում եւ մեկնաբանությունների հայեցակետերն են փոխվում, որովհետեւ հատկապես միջնադարյան մտածողությունը հաշվի առնելով այլ բան է, երբ որ դու գովերքում ես եւ փառաբանում ես Աստվածամոր գեղեցկությունը, նրա մարմնի տարբեր մասեր, եթե կարելի է այդպես արտահայտվել, այլ հարց է, երբ որ արդեն գործ ունես հողեղեն իրական կնոջ հետ եւ նրա գեղեցկության գովերքին միախառնում ես նաեւ այն զգացմունքը, որը դու տածում ես նրա հանդեպ, հա, այս դեպքում եթե Նարեկացու մոտ տածած զգացմունքը արդեն առանց այլ մեկնաբանությունների միանգամայն սրբակեն ցավը եւ բխեցված է եւ ժամանակի մտայնություններից եւ այն հոգեվոր սրբազան վիճակից, որ ապրում էր այդ շրջանում յուրաքանչյուր մարդ, ապա ավելի ուշ շրջանի մեր միջնադարյան տաղերգության մեջ մենք գործ ունենք նաև զգացմունքների իրականության հետ, որը բնականաբար ներդաշնակեցվելով կնոջ արտաքին գովքի գեղեցկության այդ նկարագրությանը, բնականաբար միանգամայն այլ վիճակներ է Երևան հանում։ Սա այդ քրեստոմատիկ պատասխանի տեսանկյունից, բայց երբ որ հարցին մոտենում եք մի փոքր ավելի առանց վերապահումների եւ խնդիրները չեն դիտարկում վերածնունդ ոչ վերածնունդ շրջանում այդ խնդիրների հատույթում, ապա ես կարծում եմ, որ եթե տաղերգությունը մի փոքր մի կողմ դնենք եւ ընդհանրապես հայ միջնադարյան գրականությունը դիտարկենք իր ամբողջության մեջ, ես ուղղակի չեմ հիշում որևէ ժանրաձև կամ որևէ այսպես երևում մեր միջնադարյան գրականության, որտեղ կինը իր արտաքին նկարագրությամբ ներկա չլինի։ Այլ հարց է, որ տարբեր ժամանակահատվածներ կնոջ գեղեցկության գովքի տարբեր չափանիշներ են գործածվել։ Եթե օրինակ մենք մեր կնոջ գեղեցկությունն ու արտաքինն է փոխվել, թե այդուհանդերձ պատկերավորման միջոցները։ Եվ պատկերավորման ձևերը եւ դրանց արժևորման ձևերը։ Տես, եթե ուզում ասել, երբ որ փոխվել ամեն դեպքում նորաձևություն բոլոր ժամանակներում եղել է, բայց այո, սանրված եւ այլն, բայց պատկերավորման ձևերը այդուհանդերձ կայուն են իմ տպավորությամբ եւ պայմանավորված են ոչ այնքան իրական
աշխարհի պատկերացումներով, այլ գրականության ավանդույթով։ Ավանդույթով Աշուղական պոեզիան կլինի, Թիֆլիսի միջավայրը կլինի։ Դա բնականաբար միջավայրի հարց էլ կա, բայց իմ ասածը մի քիչ ուրիշ տեղ է տանում, բայց ուզում եմ մի քիչ ավելի հեռվից սկսել, այդ օրինակ պատմագրության մեջ, դիցաբանության մեջ, մեր առասպելների մեջ եւ այլն, տես այդտեղից եթե գանք, եթե սկսենք հնագույն տեղերից, ինչու՞ որ գեղեցիկ Սաթենիկը։ Եվ բան նայենք, մենք խորենացու նկարագրությունից այդ ժողովրդական վիպերքի բերած տեղեկություններից մենք տեսնում ենք մի չքնաղ կին, բայց եթե մենք հիմա տես, եթե փորձենք գնալ եւ մտածենք այ մատ ինչու՞ որ գեղեցիկ է Տալանած օրիորդը, այնտեղ ոչ ունքերի նկարագրություն կա, ոչ գիտեմ մազերի երկարության նկարագրություն կա, ընդհանրապես այդ փափուկ մեջքի հիշատակումը դառնում է իմաստունքիները, բայց այդ փափուկ մեջքի հիշատակությունը արդեն մեզ մոտ բերում է զգացողությունը, որտեղ փառահեղագույն գեղեցկության չէր, այսինքն տես Արտաշեսի արարքը չդիմանալ, հա, նրա հմայքներին եւ գնալ այդ ֆիկափոկ պարանը նետել եւ վերել, հա, այդ արդեն անուղակիորեն Ալանած օրիորդի գեղեցկության նկարագրության չափանիշ է։ Սա նկարագրության մի ձև։ Չափանիշ է այն, թե տղամարդը ինչպես է վարվում այդ կնոջ հետ հարաբերության մեջ։ Այդ մի ձև, հիմա տես, օրինակ կամ Բուզանդի մոտ, Խորենացու մոտ, Ագաթան Գեղոսի մոտ օրինակ դու տպավորություն ստացել ես, որ ռիպսիմյան կույսերը, օրինակ կամ ռիպսիմեն որևէ մանրակրկտությամբ նկարագրվել է նրանց գեղեցկությունը, երբեք գեղեցիկ է, որովհետև տրթատի վերաբերմունքը կա։ Հիմա տես տրթատի վերաբերմունքը կա եւ ընդհանրապես նրանց կարեւորումը պատմագրության շրջանակում արդեն դառնում է նրանց արտաքին գեղեցկության գովքի նկարագրություն։ Ուզենք թե չուզենք ուղղակի նույն օրինակ ես հիշատակեմ նաեւ Բուզանդի մոտ եւ Խորենաց մոտ Փառանդեմ Թագուհու հիշատակումը կրկին արտաքին գեղեցկության կամ արտաքին որևէ տարի փաստացի հիշատակում ըստ ամենայնի չկա, այլ ընդհակառակը մենք որոշ տեղերում տեսնում ենք նաեւ սպառազինված ոչ կանացի իրավիճակների մեջ, բայց սրանք նաեւ այնպիսի կարևոր մանրամասներ են, որոնք կրկին մեզ բերում են փառահեղ էլի գեղեցկությամբ մի կնոջ պատկեր։ Այլ հարց է, որ ահա քիչ վերադառնալով այդ դասագրքային ճշմարտություններին, այդ վերածննդի շրջանից հետո հատկապես տաղերգության մեջ, ընդ որում նաեւ պատմագրության շրջանակում էլ այդ միտումը փոխվեց, սկսած Հովհաննես Դրասխանակերտցու պատմությունից, որ իր ավանդույթներով որոշակի կապված էր, հա, Խորենացու հետ իշենք են Երվանդակերտի նկարագրությունը Խորենացու, մանրամասն հա նկարագրությունն է եւ կնոջ նկարագրություն չի, տես քրիստոնեական այդ բանի դիրքերից կարծես թե Խորենացին տակից դուրս է գալիս, ասում է ես կնոջ չեմ նկարագրում արտաքին, որտեղ քրիստոնեական կերպընկալումը թույլ չէր տալիս, պետք է հոգեվոր գեղեցկությունը նկարագրվեր կամ Եղիշեի Փափկասուն տիկնայք։ Փափկասուն ասում ես, արդեն գեղեցկությունը հասկանում ես, չէ՞, ամբողջությամբ։ Հիմա տես Խորենացին Երվանդակերտը նկարագրեց այնպես ինչպես կնկարագրեր կնոջը իր արտաքին գեղեցկությամբ եւ ցույց տվեց թե միջնադարի պատմիչը եթե ուզենար, եթե թույլ տրվեր իրան եւ այդ կաղապարները չխանգարեին, ինչեր կարող էր անել։ Այդուհանդերձ այդպես արտաքին բան չունենք եւ երկրորդ հարցը արտաքին նկարագրություններից զատ որքանով ենք մենք կնոջը, հայ կնոջը տեսնում հոգեվոր աշխարհով։ Այդուհանդերձ նույն իհարկե մենք չհիշեցինք, բայց մեր հաղորդումների շրջանակում հիշել ենք կարող են մեր զուգահեռ ընթերցողները դիտել հայրեններում կնոջ պատկերումը շատ ավելի ազատ։ Դու ասացիր, որ կնոջ կերպարը երևակվում է տղամարդու կնոջ նկատմամբ վերաբերմունքի համատեքստում, այսինքն ինչպես է տղամարդը վերաբերվում, սա ավելի էթիկական, աշխարհայացքային, չգիտեմ, էսթետիկական հարց է ավելի շատ, նաև հայ հանրույթի մեջ, հասարակության մեջ, մեր ժողովրդի մեջ կնոջ նկատմամբ ինչ վերաբերմունք կա, այսինքն սա շատ կարևոր բան է, որով էլ հասկանում ենք թե կինը ինչպիսին էր, այսինքն տղամարդը ինչպես որ նա իմաստուն է, նրա խոսքը լսում էին, թե միայն հիանում էին արտաքին գեղեցկությամբ, ինչպես էլի այլուր կարող ենք տեսնել մեր պատմագրության մեջ օրինակ, բայց ավելի ուշ շրջանի տաղերգության մեջ մենք տեսնում ենք արդեն պատկերվող իրական կնոջը եւ նրա մանրամասն նկարագրությունը արտաքինի։ 2 կամ 3 հատույթ այդտեղ կառանձնացնել։ Մազեր, ճակատ, կուրս կամ պայման, կուրսը դե պարտադիր, հատկապես շամանները, այդ կանացիության ուրեմն խորհրդանիշը փաստորեն եւ էլի հասակը բնականաբար որոշակի ծառերի, բույսերի այդ համեմատությամբ եւ շատ կարեւոր աչքերը, չէ, թլկուրանցու մոտ կարող ենք տեսնել։ Նարեկացուց քսած աչքերը ծոծից աղախին, տես այստեղ շատ կարեւոր հարցեր են բարձրացնում, մի քանի հատույթ կա, որոնց կարելի է շատ մանրամասն անդրադառնալ։ Ընդհանրապես դու սկզբում շատ մի կարևոր բան նշեցիր, որ
մեր գրականության մեջ, տաղերգության մեջ մասնավորապես հեշտ ճանապարհ չէր կնոջ արտաքին գեղեցկության այդ գովքին հասնելը։ Հա եւ դրա համար մեր տաղերգուները անցել են բավական երկար ճանապարհ։ Ես բերեցի խորենաց օրինակը, թե ինչպես նա ցույց տվեց կերպը եւ տաղերգուներն էլ ըստ ամենայնի նման մի ճանապարհ անցել են։ Առաջինը քո նշած այդ հանգամանքներն են, վերցնել կնոջ արտաքին գեղեցկության այնպիսի հատույթներ, որոնք անպայման իրենց նմանակը զուգահեռելին զուգադրելին ունեն բնության մեջ, հա, օրինակ նույն բարձրահասակ կանայք համատվել են գեղեցիկ եւ երկնուղեր շատ ծառերի հետ, նույն աչքերի մշտական համատությունը ծովերի հետ, երկնքի խորության հետ, ճակատը այսպես լայն մարգագետինների, դաշտավայրերի հետ, սրանք նաեւ են միջոցներն էին, որոնք հնարավորություն էին տալիս մեր միջնադարյան տաղերգուներին պահպանելով, հա, այդ ժամանակաշրջանի ընդունված նորմերը, էթիկական կողմերը, չափը չանցնելու խնդիրները եւ պատկերել կանանց բնության այդ ներդաշնակ։ Սա իհարկե բերում է շատ հաճախ որոշակի կադրատիպերի, որտեղ մենք իհարկե ունենալով շատ սքանչելի տաղերգուներ, նույն Թլկուր անցին, հա, օրինակ շքեղ շատ հզոր բաներ ունի, բայց այնուամենայնիվ, երբ որ մյուսների ընդհանուր համատեքստի մեջ նրան միացնում ենք Հովհաննես Երզնկացուն, չգիտեմ, Կոնստանտին Երզնկացուն, հետո գալիս եք մի քիչ ավելի ու շրջան Նաղաշին, Նաղաշ Հովնաթանին, մյուսներին, մենք տեսնում ենք, որ այստեղ մենք գործ ունենք որոշակի կաղապարների հետ, օրինակ դու հիշատակեցիր, որ կնոջ կուրծքը անպայման սա այն երևի թե միակ չափից դուրսներ, հա, ամենահամարցակ քայլն էր ըստ ամենայնի միջնադարյան տաղերգուների մեջ, հայերներում, բայց տես, այստեղ ավելի ազատ։ Կուրծքը, բայց անդադ մենք գալիս ենք դրանք ինչ որ շամամների, հա, սեխերի հետ համատելու։ Այսինքն պատկերման կանոնիկ եւ կաղապարված են եւ ստիպված էին։ Իրական կնոջ հաճախ չեն կարող տեսնել, բայց մյուս կողմից էլ ես հաճախ երբ որ ընթերցում եմ նաեւ ժամանակակից պոեզիա, որը կնոջը ներկայացնում է, չնայած այլևս այսպիսի նկարագրություններ ինձ թվում է կամ նոթ նկարագրություններ չենք տեսնում եւ շատ բան արժե զրկված է, այսինքն կնոջ այդ ավանդական գեղեցկությունը, ինչպես նաեւ այսօր կնոջ գեղեցկության չափանիշները չափազանց փոխվել են, ըստ այդմ էլ մենք գրեթե չենք տեսնում եւ դրա կարիքը մարդիկ չեն տեսնում իրենց սերը արտահայտելու համար, որտեղ այն պատկերացումը կա, որ կինը կարող է նաեւ մեր պատկերացում գեղեցիկ չնել, բայց բնականաբար սիրվել եւ այլն, նույնիսկ տղամարդը, չէ։ Այսինքն հայացքն է փոխվել, այստեղից գրականության մեջ այլևս այս նկարագրությունները մենք իրապես չենք տեսնում, այլ ինչ ձևով կարելի է ներկայացնել կնոջը, չէ՞, այդուհանդերձ բառապաշարը սահմանափակ է, չէ՞։ Բառապաշարը տես սահմանափակ է, բայց այնուամենայնիվ ինչ կարող։ Տաղերգության մեջ երկու հատույթ կա այդ առումով, որը պետք է առանձնացնենք եւ կարեւորենք եւ ներկայացնենք, երկու տիպ՝ կինը շարժման մեջ եւ կինը ստատիկ վիճակի մեջ։ Երկրորդ դեպքը ավելի շատ դիմանկարային է եւ կարծրատիպերը ավելի շատ գործում են այս ստատիկ նկարագրությունների մեջ, իսկ շարժման մեջ գտնվող կինը, որ ավելի շատ հանդիպում ենք բնականաբար հայրեններում, հա, եւ գոնե իմ ընթերցատի շրջանակում մի քիչ ավելի շատ Նաղաշի մոտ ու Մկրտիչ Նաղաշ Հովնաթանի եւ Մկրտիչ Նաղաշի մոտ, սա կինը, որ կարող է տնից տուն գնալ, աղբյուր ջրի գնալ, գիտեմ, հա, գրավել եւ այդ շարժման ընթացքում քո կողքով անցնելիս ինչ որ լրացուցիչ եւ մարմնի շարժումներ ցույց դնել եւ, չգիտեմ, խոսքի ակնարկի ինչ որ նոր հայտանիքներ իհադրել եւ որը մեր տաղերգության մեջ կա, գործողության մեջ է, բնավորությունն ենք մենք տեսնում, խիզախությունն ենք տեսնում, այս շատ կարևոր հարց է, որովհետեւ մեզ հաճախ որպես արևելցի բնութագրելով, այստեղ մտածում են, որ մեր կինը շատ սահմանափակ իրավունքներով եւ այլն էս տեսակ է եղել, բայց իրականում թե հայրենները, թե մեր բանահյուսությունը, մասնավորապես Սասնա-Ծռեր էպոսը, նաև նույնիսկ այս տաղերը մեզ ցույց են տալիս, որ հայ կինը եղել է խիզախ, հայ կինը եղել է նախաձեռնող, հայ կինը, այո, եւ նաև լավ էլ ժամանակակից կին է եղել։ Այո, եւ մի բանաստեղծ ես կարդամ Կոնստանտին Երզնկացուց, որ շատ եմ սիրում, հոգի աչերուս իմ լույս, երբ որ իմ դիմացս ելնույս, փախչից, երբ որ զիս տեսնուս, խղճա քո գերույսի լույս։ Դուզ լույս աչերուս առնուս, թե զիս քեզ օտար տեսնուս, թե դու ես հոգի իմ հոգվույս, խղճա քո գերույս ի լույս։ Եվ արտաքին նկարագրություն ուներդ աղեղունք լարես, գաղտուկ նետերով զարնես, երթաս անգուման նստիս, չէ, գիտես, քո աշղն եմ ես։ Արջև աչերուս քայլես, ես խև ու հայրան հետ քեզ, չի դառնաս հեղմիիս հայես, չէ գիտես քո պլպուլն եմ
ես, քո սիրուտ հիվանդ եմ ես, հեքիմ եւ ճարակ դու ես, դու դեղ իմ սրտիս առնես, տեսդ աչերուս օշտես։ Շատ գեղեցիկ, գուցե մի փոքր իհարկե դժվար ընթերնելի, որովհետև այստեղ այո, օտար բառեր այդուհանդերձ կան, որը իհարկե մեր տաղերգությանը բնորոշ է, բայց տեսնում եք այ կինը էլի շարժման մեջ։ Տես, սովորաբար մի բանի էլ գան, որ ասում են դպրոցում հաստատ սովորել ես այդ նախադասությունը, դասագրքերում մինչև վերջերս կար, Սայաթ-Նովան կատարելության հասցրեց կնոջ արտաքին գեղեցկության գովքը։ Հիմա ուզում եմ նրբորեն ասնենք։ Գիտես, ես նաև մենք մեկ այլ առիթով խոսել ենք այդ գրականագիտության որոշ սահմանումների մասին, որոնք դարերով այսպես սահմանվել են եւ ոչ մեկ չի մտածել մենք վերանայենք, տեսնենք արդյոք ստույգ է դա։ Ես կարծում եմ, որ չթերագնահատելով բնականաբար Սայաթ-Նովային, այնուամենայնիվ որ կարծում եմ, որ նրա աշխուղությանը խաղերին տրված այդ բնորոշումը մեր միջնադարյան տաղերգության լավ չիմացության արդյունք է։ Նաև որովհետև վերջին տասնամյակներում, երբ որ մենք իրար հետևից հրատարակվեցին շատ կարևոր բնագրեր, մեր միջնադարյան տաղերգուների Խաչատուր Կեչարը ցուցկած, Ներսես Մոկացուց վերջացրած, Ֆրիկո մյուս բոլոր տաղերգուների գործեր այսօր երբ որ մենք ունենք, նաև մատենագիր կայացում էլ ուսամ կընդգրկնի մասը ընդգրկվել է, մենք այսօր տեսնում ենք, որ Սայաթ-Նովան ոչ թե կատարելության հասցրեց, հա, այդ արտաքին գովքը կնոջ գեղեցկության, այլ շատ վարպետորեն օգտվեց մեր միջնադարյան տաղերգության հոյակապ ավանդույթներից։ Իհարկե, Սայաթ-Նովան որոշ մանրամասների մեջ շատ ավելի խորացավ, հա, բայց սովորաբար բերում են ակրեքի, հա, ատամների գովերգության օրինակ է եւ այլ, բայց հա, դա համարվում է որպես կատարելագույն գործ, որտեղ պատկերը գալամով քաշած, բայց երբ որ հիմա մենք Սայաթ-Նովայի այդ նկարագրությունների մեջ փորձենք դետալային խորանալ, մեր տաղերգության անցած ճանապարհի մեջ այդ բնորոշումների մեծ մասը կգտնենք։ Պարզապես Սայաթ-Նովայի մոտ մի շատ կարևոր հատկանիշ կա, որը մյուսների մոտ բացակայում է, կարելի է սրա մասին խոսել որպես գլխավոր նորություն եւ Սայաթ-Նովայի ամենամեծ ներդրումը, հա, կնոջ պատկերման գործում, դա այն է, որ քիչ առաջ նշատած այն երկու հանգամանքները, ստատիկը եւ շարժումը, մյուս տաղերգուների պարագայում գործում են այսպես առանձին Սայաթ-Նովան կարողացավ այդ երկուսը փառահեղորեն միատեղել, գումարած իսկապես կնոջ հոգեբանության ահռելի ներկայությունը, որ կա նրա խաղերում եւ ամենամեծ գումարումը այստեղ Սայաթ-Նովան թերևս ամենաազատն էր մեր միջնադարյան մյուս բոլոր տաղերգուներից եւ ազատորեն արտահայտում էր իր բոլոր զգացմունքներն ու ցանկությունները։ Երեսս տեսնելու կուգան քաղաք քաղքով գյուղի պես, միրնողն քեզ մեկ ու առնե անմահական դիղի պես, իբ տիղ մեջ ժաժից գալի շխշխկում ես ջիղի պես, ինչ կոնիս սանթուր քամանչեն, զուգսը չոնգուր չանգիս անում, ծուցիտ մեջն վարդ մանուշակ, սմբուլ սուսանիս շինի, քոտերն բաղն ինչ կոնե, քո հուտն ռեհանիս շինի, եւ այլն, այսօր Սայաթ-Նովայի իհարկե ճիշտ է, որ Սայաթ-Նովան գալիս է ամփոփում է թե բոլոր արտահայտության միջոցներն է, բայց նաեւ տալիս է կնոջ հոգեբանական աշխարհի նոր որակեր, իհարկե, նոր որակեր, բայց ասել որ եթե ուշադիր ընթերցենք մեր նախորդող տաղերգուների ստեղծագործությունները, անպայման այնտեղ մենք կարող ենք տեսնել թե հայ կնոջը, թե օտար կնոջը, թե նրա հոգեկան աշխարհը այդ կանանց, թե իհարկե արտաքին նկարագրությունները, որովհետև ի վերջո նկարագրության ձևերը սահմանափակ են եւ կնոջ գեղեցկությունը Արքմենիկ շատ դժվար է նկարագրել նորովի եւ գովերգել, որովհետև երկնային մարմիններն էլ սահմանափակ են, լուսին, արև, նոր լուսին, 14-օրյա լուսին, էլ բնության մեջ բան չկա, գիտես, մրգերը, բանջարեղենները եւ քարերը թանկագին նույնպես սահմանափակ են, եթե հաշվի առնենք այդ միջնադարյան աշխարհը իրենց աշխարհի ճանաչողության սահմանափակության, բայց մեր միջնադարյան տաղերը ներառյալ նաեւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը ինձ մշտապես ապշեցնում են այս ամեն ինչի ներկայացման պարզությամբ, միաժամանակ պարկեշտությամբ ակնածանք առաջացնող այս բանով եւ ոչի բան բաց թողնող ըստեյության վուլգար եւ այլն ոչինչ չկա նույնիսկ այն դեպքում երբ որ կուրծքը կարող է նկարագրվել, չգիտեմ, մեր պատկերացումներով ինչ որ
բաց տեսարան լինել, այստեղ մշտապես արկա է այդ հիացմունքը, այ հիացմունքը, որը բացակայում է հետագա շրջանի բանաստեղծությանը եւ հատկապես ժամանակակից բանաստեղծության, որովհետեւ ամեն ինչ պարզեցվում եւ պարզանում է։ Այո, շատ լավ ձևակերպեցիր հիացմունքը կնոջ հանդեպ, կնոջ նկատմամբ։ Հիացմունքը կնոջ հանդեպ մեր միջնադարյան տաղերգության գլխավոր հատկանիշն է։ Եվ եթե մշակութաբանական ընդհանուր մշակութային շերտի մեջ նայենք, բավական է նաև այդ շրջանի մեր տաղերը զուգադրել այդ շրջանի պահպանված ձեռագրերում, մանրանկարներում, հատկապես մեր կանանց, դրվագումներին, կտեսնենք, թե իսկապես այդ վերաբերմունքը կնոջ հանդեպ ինչքան էսթետիկական աստիճանի է։ Ամեն դեպքում, չմոռանանք, որ այդ բոլոր կանայք ունեցել են նախատիպեր։ Հնարավոր է։ Այդուհանդերձ պահպանենք ոչ միայն մարտ եւ ապրիլ ամիսներին կանանց տոների շրջանակում պահպանենք հիացմունքը, հիանալու այս հատկությունը մեր կանանց նկատմամբ, շնորհավորենք եւ նաեւ մեր հեռուստատողներին խորհուրդ տանք վերընթերցել մեր հրաշալի եւ պայծառ տաղերգությունը։